по нашим предварительным оценкам, даже не нашим, а на экспертном уровне, разные эксперты это считают, это приведет к потере как минимум 14% ВВП Армении. ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում նրա քաղաքացիները ստիպված կլինեն արտոնագրեր գնել Ռուսաստանի Դաշնությունում աշխատելու համար, այս մասին հայտարարել է Պուտինը։ ԱՊՀ երկրների միգրանտների նկատմամբ գործող պահանջների կիրառում Հայաստանի աշխատավորների նկատմամբ։ Ինչ է դա նշանակում։ Սա նշանակում է, որ Ռուսաստանում աշխատելու համար անհրաժեշտ կլինի գնել արտոնագրեր։ Սա նշանակում է, որ պարտադիր բժշկական ապահովագրության հասանելիություն ստանալու համար հարկավոր է ապրել առնվազն 5 տարի, զգուշացրել է Պուտինը։ Մինչ այդ հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի փոխխոսնակն էր հայտարարություն տարածել։ Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանում գործող միգրացիոն արտոնությունները կչեղարկվեն։ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի փոխխոսնյակ Պյոտր Տոլստոյը չի բացառել, որ Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանում գործող միգրացիոն արտոնությունները կչեղարկվեն, եթե Հայաստանը կորցնի Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կարգավիճակը, հաղորդել է այս մասին Ինտերֆաքսը։ Կուզենայի նախազգուշացնել բոլոր այն գործիչներին, որոնք այսօր փորձում են հեռանալ Ռուսաստանից, որ Հայաստանի համար շատ ավելի վատ կլինի, եթե Ռուսաստանը սկսի հեռանալ Հայաստանից։ Հայաստանի քաղաքացիների համար գործող ներկայիս արտոնությունները օրինակ գրանցվում առանց երկարատև բնակության և Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքի պարզեցված կարգը, հիմնված են ռազմավարական դաշնակցի կարգավիճակի վրա, ասել է Տոլստոյը Պետդումայում անցկացված կլոր սեղանի ժամանակ։ Նրա խոսքով, եթե այդ կարգավիճակը վերանայվի կամ վերանա հայկական քաղաքական ղեկավարության նախաձեռնությամբ, ապա այդ արտոնությունները կչեղարկվեն, և Հայաստանի քաղաքացիները կընդունեն միգրացիոն ռեժիմ, որը գործում է բոլոր օտարերկրացիների համար։ Տոլստոյը հիշեցրել է, որ Ռուսաստանում կա մեծ հայկական սփյուռք։ Նրա խոսքով, Ռուսաստանում հայերի բնակությունն ու աշխատանքը, ինչպես նաև Հայաստանի բիզնես գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում հակառուսական հայտարարություններով և ոչ բարեկամական քայլերով դրվում են կասկածի տակ։ Նա նշել է նաև, որ Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ անդամակցության հետ կապված առավելությունները հակառուսական հայտարարությունների, ռուսաց լեզվի նկատմամբ ճնշումների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ջերմ հարաբերությունների պատճառով։ Տոլստոյի կարծիքով, Հայաստանի ժողովուրդը պետք է որոշում կայացնի իրավիճակի հետագա զարգացման վերաբերյալ։ Նա հավելել է, որ որպես Պետդումայի փոխնախագահ ինքն անձամբ համակարգում է Հայաստանի հետ հարաբերությունները։ Սիրելի հետևորդներ, խնդրում ենք այս թեմաների վերաբերյալ գրեք ձեր կարծիքը, որպեսզի նաև մենք հասկանանք, թե հայ ժողովուրդը ում կողմից է։ Կուզենա դուրս գալ Ռուսաստանի հետ, որպես ռազմական գործընկերությունը այլևս չլինի և մտնի դեպի ԵՄ, թե հակառակը, պահպանենք Ռուսաստանի հետ ջերմ հարաբերություններ, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան շարունակել աշխատել։ Որ մտքի կողմնակիցն եք դուք, քվեարկեք կամ մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը։